Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, Հանրապետության հրապարակի այս արարողությանը հետևող մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցներ, հայ ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում, որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք, մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով։ Սա հիշողության մոմավառություն չէ, սա պահանջի կրակաերթ է։ Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն, դրանք կրակներ են մեր նախնիների հիշողությունը հավերժացնող։ Դրանք 1.5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք որպես նրան ժառանգորդ, որ չի մոռանում, որ չի լռում։ Մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է։ Նրա պայքարը անավարտ, նրա կամքը անսասան, հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմը սուրացման։ Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։ Եթե Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար, որովհետև առանց ճշմարտության չկա խաղաղություն, չկա արդարություն, առանց պատասխանատվության չկա ապագա։ Մեր պահանջը հստակ է ու անդրդվելի։ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որ չի կրկնվի այն, քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի վրա, հստակ ճանաչի դրանով, իսկ կանխելով հետագա ցեղասպանությունները։